Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում ընտաբանի քննարկում հաղորդաշարն է եւ այսօր մենք մեր քննարկումը վարելու ենք Արթուր Արմինի հետ, հայագետ, հետազոտող, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Իմ սեղանին գտնվում է ձեր վերջին գիրքը, ցույց տամ մեր հեռուստադիտողներին, կոչվում է Վանի թագավորությունը, Վայի թագավորության դիցարանը եւ Մհերի դռան առեղծվածը։ Տեսնում եմ, որ ակադեմիական հրատարակությունը ուրեմն երաշխավորված է Աստղադիտարանի, Հայաստանի Աստղադիտարանի ինստիտուտի, Բյուրականի Աստղադիտարանի եւ Հրաչյա Աճարյանի Գիտությունների ակադեմիայի Հրաչյա Աճարյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ։ Եվ այս դրքում փաստորեն վերհանած խնդիրները բազմաթիվ են։ Այս գիրքը պետք է մանրամասն ուսումնասիրել նրանք, ովքեր հետաքրքրված են հայագիտության այս հարցերով, բայց ես իմ հարցը ձևակերպեմ այսպես։ Գիրքը վերաբերվում է Հայաստանի այսպես կոչված ուրարտական շրջանի պատմությանը եւ դուք այստեղ հենց այդպես էլ գրում եք այսպես կոչված։ Այո։ Եվ հիմնականում այդ շրջանը անվանում եք Վանի թագավորություն։ Արդյոք ձեր հետազոտությունը այդ հիմքերը տվել է, մենք գիտենք, որ այո, մենք բազմաթիվ հիմքեր ունենք այդ ուրարտուն կասկածելու համար, բայց արդյոք դուք ունեք այս ձեր հետազոտությունը ձեզ տվել է լրացուցիչ հիմքեր դա ասելու համար եւ կարելի է արդյոք ասել, որ այսպես կոչված ուրարտուի էջը վերջնականապես փակված։ Այո, կարելի է։ Նախ ուրարտական այսպես կոչված որևէ տեքստում իրենց չեն կոչում ուրարտացի, իրենք իրենց կոչում են վանեցի, դրա համար էլ Վանի թագավորություն։ Եվ դեռևս Մորթմանի, այսինքն անցյալ դարի դարասկզբում Հյուբշման, Մորթման դրանք բոլորը գրում էին Վանի թագավորություն։ Հետագայում աստիճանաբար գիտեք, քաղաքականացված է պատմությունը այսպես կոչված, սկսվեց կիրառության մեջ դնել Ուրարտու բառը։ Ինչու Ուրարտու։ Կա 5-րդ դարի Դարե Իրանի արքայի արձանագրությունը 3 լեզվով, որտեղ գրվում է Արմենիա, Արմենուա, ասենք էլամերեն եւ կողքը գրված է ասորերեն, Ուրաշտու կամ Ուրարտու։ Այսինքն նույն պետությունը, այսօր մենք Վրաստանն ասում ենք Վրաստան, ռուսներն ասում են Ջորջիա, հա, իրանք իրանց ասում են Քարթվել։ Այսինքն դա բնական է բոլոր լեզուների, նույնը կարող եմ ասել գերմանացիների հետ կապված դաչ, ջերման եւ այլն։ Դա սովորական մոտեցում է, դրանից բխեցնել, որ սրանք տարբեր ազգ են, հայերը եկան իբր Եվրոպայից, թեկուզ նախահնդի եվրոպական լեզվընտանիքի նախարարինիքը հայկական լեռնաշխարհներ է, եւ ոչնչացրեցին ուրարտացիներին, նստեցին իրանց տեղը, այդ աբսուրդի թեմաները, ուրեմն հատուկ Թուրքիան տարեկան տասնյակ միլիոնավոր դոլարներ է տրամադրել 20-րդ դարի երկրորդ կեսից 50-ական թվականներից եվրոպական եւ ամերիկյան ուրեմն գրանտներով, հա, այսպես ասած, ինստիտուտներին, որ այդ թեզը զարգացվի եւ սովետական միությունում էլ դա զարգացվել է Իգոր Դյակոնովի կողմից։ Այս ամեն ինչու մոտ Ուրարտուն այսպես կոչված օտարվեց, եթե հիշում եք Տիգրան, մեր դպրոցական դասագրքի մեջ բարակ այսպես դասագիրքեր գրված էր, որ Ուրարտուի ժառանգներն են ադրբեջանցիները, վրացիները եւ հայերը, երրորդ տեղում մեզ, սա ուղղակի զավեշտ է, սա ուղղակի հիմարություն է, ամբողջ հարցը նրա մեջ է, որ ասենք 5 տակ առնում, դա կոչվում է Արարատյան երկիր, Արարատի երկիր, Արարատյան թագավորություն, սա ուղղակի բարբարային գլոտարխային համակարգում, ուրեմն ասորական հարևանը մեզ ասում է Ուրարտու կամ Ուրաշտու։ Ինչ որ դուք ասում եք, քննարկված է եւ հայտնի է։
Իմ հարցը ավելի շատ վերաբերում էր ձեր հետազոտության մեջ, ավելի խորքային բաների, որովհետև այո, այդ հարցը այդ ձեր ասած արգումենտներով հիմնականում փակված է։ Այո։ Բայց շարունակում են մնալ մարդիկ, որոնք որ խոսում են Ուրարտուի մասին, շարունակում են մնալ մանավանդ դրսում Թուրքիայում, ինչպես նշեցիք, այդ հետազոտությունները եւ այլն, եւ զուտ այդ եռալեզու արձանագրության մոմենտը, չնայած հզոր արգումենտ է, բայց ինձ թվում է քիչ է։ Այ եթե ուսումնասիրվեին այդ բանի թագավորության ժամանակվա ամբողջ դիցարանը, աստվածները եւ այլն, այ դուք արել եք այդ հետազոտությունը, եկեք կանգնենք դրա վրա։ Շատ բարի։ Ուրեմն նախ եւ առաջ ասեմ, որ վերջի 2 տասնամյակի ընթացքում շատ բան է փոխվել, թե ինչ լեզվով են խոսել եւ ձեր մատնանշած այսպես կոչված մարդիկ, որոնք կամ քաղաքական պատվեր են կատարում, կամ ուղղակի հին կաղապարի վրա ծույլ լինելով չեն փորձում ուրեմն ավելին խորանալ սովորել, նրանք սեպագիր ընթերցել չեն կարող։ Չգիտեն, ուղղակի վերցնում են նախկին 100 տարվա առաջվա կաղապարը, հիմա օրինակ BV գրվում է նույն սեպով։ Բիայնիլին որն է, վաներ է գրած, բիայնիլի կամ արգիստ բառն է ընդեղ գրված, հասկանում եք, զարդուր բառն է գրած, հասկանում եք, որտև նույն սեպով գրվում է այդ տարբեր, ուրեմն զ, ու այդ կեղծ ընթերցմամբ կամ սխալ ընթերցմամբ, ուրեմն այդ տարածվել գնացել է, բազմաթիվ են մեր մոտ երեխեքի անունը դրել արգիշտի, գրեք արգիշտ կամ արգիստ, այդ արգիստ արևի գիսեր է նշանակում, արևի մասեր է նշանակում, գիսանը տաճերը արդեն մեզ հայտնի է, հենց խորենացու ագաթանգելոսի մոտից, այդ ճակատամարտը, քրմերի ու քրիստոնյաների եւ այլ, հենց գիսանը տաճարի մասին է արգիշտ հենց արևի գեսեր է նշանակում։ Այսպիսի մոմենտներ կա, հիմա Սարգիս Այվազյանը եւ ակադեմիկոս Ջահոկյանը դրա վրա կանգնել են, թե այսպես կոչված ուրարտերեն ինչ լեզու է, փաստորեն կյանքի վերջում Ջահոկյանը տվեց ուղղությունները, ուրեմն վերջածանցների, նախածանցների հետ կապված խնդիրները, իսկ Սարգիս Այվազյանը ուրարտերենի քերականությամբ հստակ ցույց տվեց, որ եղած է այսքան բառը, այդ բառերի 70%-ը բնիկ հայերեն բառեր են, ինչ եք ուզում։ Այսօր որևէ լեզվում 40-55-50%-ն է կիրառվում բնիկ բառերը, քո հայերեն բառերը, վերցնում ես, ասենք տելեֆոն, չգիտեմ բանից, դա միշտ կա բոլոր լեզուներին, առնվազն 70%-ը, դա սարսափելի թիվ է, դա նշանակում է, որ հայերեն են խոսել, եւ դա հայկական լեռնաշխարհի հարավային նահանգների, հարավային մասերի բարբառային լեզուն է։ Տարոնի բարբառը հիմնականում, ճիշտ։ Չէ, տարոնն չէ, կորդված բարբառն է հիմնականում։ Կորդունքի, Վանի բարբառների մի յուրօրինակ հետաքրքիր խառնուրդ է։ Այս մասին Լեզվի ինստիտուտի ուրեմն ղեկավար Կատվալյանի հետ էլ խոսեցինք, որ խոսել ենք, ինքը հենց բարբառագետ է։ Հիմա Արարատ բառը իրանց բարբառում ասում են օրարատ, իրանց հիմա եթե իրանց բարբառով գրենք, արդեն եթե գալիս է համարյա Ուրարտու, բայց այդ նույն Արարատ լեռին մասին է խոսքը, հասկանում եք, բարբառների ներբծությունը, գեղեցկությունը դա է։ Հիմա գանք գրքին, գրքի առաջին մասում ուրեմն ցույց է տված, ուրեմն հին քրմերի, Վանի թագավորության քրմերի մաթեմատիկական, երկրաչափական, ուրեմն գիտելիքները, քանի որ մեհերի դուռը, որի վրա այդ հսկայական ուրեմն արձանագրությունը կա, այնտեղ գրված է զոհաբերվող ցուլերի եւ խոյերի թվաքանանքները, ոչ մեկ ուշադրություն չի դարձրել, ոչ թե չի դարձրել, չի տեսել, չի հասկացել, որ այդ թվերը իրար հետ կազմում են մաթեմատիկական եւ երկրաչափական օրինաչափություններ, օրինակ ինչքան խոյ օգտագործում այդ շրջանագծի տրամագից վերցնես, ուրեմն պարագիծելնում է ցուլերի քանակը։
ու այսպես մի քանի տասնյակի հասնող կամ ասենք թե դրան չափերը 4 գիտահետազոտական ինստիտուտներ ամբողջ 100 տարվա ընթացքում գերմանականը, ռուսականը, հայկականը մենք մեր ձեռով ենք գնացել չափը մեր դրան բարձրությունը, լայնությունը դե 3 խորությամբ է չէ դուրը այդ բոլոր չափերը կա բայց ես օղորմածիկ Սամվել Կարապետյանին ասացի լսի որ չափել եք Սամվել ջան շատ լավ եք արել բայց մի հատ հաշվել ես թե այտենց հավեսով սիրուն ասենց արանից այտենց չեն իրաց մոտ պետք է լինի սաղ գիտական լայնության ու բարձրության հարաբերությունները չա մի հատ մտա ասում եմ մեր գործը չի մերը կարծես մարտանագրնելն է քոնը գլուխ ջարդել ես երբ որ կարծես այդ փոխհարաբերությունը բանարեցի տեսա 3 անգամ կրկնվում է ուրեմն ոսկե հատման բանաձևը եւ այնպես հետաքրքիր ձևով կառուցած որ դա չի կարող լինել պատահականություն դա բացառվում է ուղղակի հասկանում եք ուրեմն 9-րդ դար մեր թվարկությունից առաջ ոսկե հատման բանաձևն են օգտագործել ուրեմն P-թիվը Պյութագորասի բանաձևը Պյութագորասից 100-ավոր տարիներ առաջ եւ այլն այդ թվերի հաջող շարքն է օգտագործված երբ որ դա հայտնաբերել է Լեոնարդո Պիզարոն 11-րդ դարում պատկերացնեք տարբերությունը եւ այլն այսինքն 2200 տարի ավելի հին առաջին մասը սա է երկրորդ մասը ուրեմն աստղագիտություն է ամբողջովին որտեղ ես գտել եմ թե ինչու են այդ աստվածները շարված այդ հաջորդականությամբ իմ հարցը հետեւյալն էր ինքս ինձ ինչու հենց այս հերթականությամբ այս էր խնդիրը եւ շատ պրպտումներից հետո շատ ծավալը մի անգամից ասեմ ուրեմն դա ծիսական օրացույց է կալենդար որը մենք ունենք միջագետքում հայտնաբերված եւ պեղված լավագույն համաշխարհային գիտնականները կոչվում է Մուլապինի 5000 տեքստերը դրանով զբաղվել են ու դրա եւ դա ունեցել է միջազգային կիրառություն այսինքն սխեմատիկ օրացույցը ոնց են հին մարդիկ սարքել որտեղ պայմանագիր երեխա ծնունդ է գարանակ ցանկ աշտանացան ժամանակը չափելը ինչպես են չափել ըստ աստեղատների դա գիշերային ժամացույցն է այս պաստառը ձեր դիմաց պատկերացրեք բաժանված է 12 մասի եթե ստեղծու ու անուններ է դրած սրբազան տարածքների եթե առավոտ շուտ արեգակից մի քանի րոպե առաջ առաջի բարձացող աստեղատունը ցուլը բարձացավ 12 ժամ հետո մենք տեսնում ենք սա արևելքում բարձացավ 12 ժամ հետո արևմուտքում մայր է մտնում այսինքն ժամային գոտի են սարքում եւ սրանով իրանք ուրեմն սխեմատիկ օրացույցներն են սարքում եւ այդ օրացույցներից մեկը չէ դա կոմպլեքս է դա կոչվում է Մուլապին երկրորդ երբ որ ես մեր դրան արձանագրության աստվածներին տեղադրեցի տեսա որ դրանք իրար հետ բռնում են բացի այդ մեր դրան արձանագրությունից դուրս մենք ունենք Անձավի վահանը որը հայտնաբերվել է նորը 1995 թվականին նույն մերի դրան արձանագրության մեջ աստվածների հաջորդականությունը վահանի վրա նկարած է 12 հոգու ուստեղ շատ է 36 արական ու իքականներն է գալիս գոնը 10 կոտրված է վահանը 1/3-ն է վահանի բայց 12-ը արդեն քեզ կներեք որը զուգահեռ է ուրեմն մերի դրան հետ արդեն թե ինչպիսի շարքի ինչպիսի տրամաբանությամբ է կառուցած արդեն հասկանալի է ուղղակի տարվա 4 եղանակների սկիզբը սահմանող գերագույն աստվածներին 4-ից 6 իրանցից ավելի հին իրանց աստվածներին շարքից իրանց բնական տեղերից հանել են բերել են շարքի առաջն են դրել Վերջինը կարիճի համաստեղության աստվածն է, որի պոչից հետո մնացածը բոլոր հաջորդական են դուրս գալի, ամեն օրը կամ 5 օրը մեկ։ Հիմա ինչպես են կառուցել, դա զրոյական կետ է, տարվա մեջ յուրաքանչյուր աստեղատուն զրոյական կետից մի անգամ է դուրս գալիս, հաջորդ օրը եթե նայեք, ինքը 4 րոպե առաջ է դուրս գալիս, իրանց այդ նշա կետից շուտ է դուրս գալիս, ուրեմն ամեն մեկը տարեկան ունի իր զրոյական ճիշտ կետը ծագելու,
Սրա ծագեց հաջորդը, սա ծագեց այսպես որ պատտվում է 36 հատը 360 օրվա մեջ, ուրեմն ստեղծում է սխեմատիկ տարին 5 հավելյալ օրերով, ստացվում է այդ օրացույցը լուսնա արեգակնային օրացույց, և այդ հյուսային միջակետքից գտած մուլափինի 5000 տեքստերը, որոնք մանրամասն են, երբ որ դնում ես կողքի, տեսնում ես նույնն է, և դա ունեցել է միջազգային կիրառություն։ Հիմա երբ որ շարքը կարող ռեկոնստրուկցիա ճիշտ ես անում, ստեղ դնում ես մուլափինը, ստեղ դնում ես մերի դրան ուրեմն աստվածների շարքը, Տիգրան ջան, զարմանալի բան ասեմ։ Ստեղ գրված է ուգա, ագրավ, բաբելերեն։ Եթե գալիս է շումերական ժամանակներից նույնը, նույն անունով, նույն աստվածություն։ Հայերենին կողքը, սեպագրում գրած է, կարող ես կարդալ ուրի, օրի, որի։ Բացում ես բառարանը, տեսնում ես գրած է ագրավի, սև ագրավի տեսակ։ Ջաուկյանի մոտ, Աչարյանի մոտ գրված է, որ գալիս է ուրուր բառից, նախահնդեվրոպական արմատները, տարածումը սենսնես և տարածված է այսինչ բարբարներում։ Առաջինը, որ ես բան արեցի, ասենք թե իմ աները սպիտակից ես, ես մենք ագրավին որի ենք ասում, այսինքն գիրարվում է մինչև այսօր այդ բառը, ասենք քաղաքում ծնվածները այդ բարբարներից գիտեք երում են, բայց բարբարների մինչև հիմա գիրարվում է այդ բառը, կամ հաջորդը, ու սենց բոլորի մասին է խոսքը, բոլոր աստվածների դրանք համընկնում են 100%։ Այո, որովհետև այդ ժամին, այդ օրը նույն տեղում, նույն վարկյանին բարձանում է ագրավաց տեղատունը, ունեցել է մեկ աղբյուր հայկական լեռնաշխարհում, եթե գնանք մինչև Պորտասար, 11-12 տարի, տեսնում ենք այդ նույն ցուլի, առյուծի եւ այլ աստեղատները ու նույն հարմարեցումները տարվա ժամանակը չափելու։ Մենք արդեն տեսնում ենք եւ միջագետքում եւ Ուրարտում։ Սա այն ավանդությունն է, որ շարունակաբար իրենց մոտ շարունակվել։ Որն է ձեր հետևությունը դրանից, դա ինչ է նշանակում։ Ես հիշեցնում եմ, որ մեր հաղորդումը նայում են նաև ոչ մասնագետներ, ու ավելի լավ է մենք հետևություններով ուղղակի ներկայացնենք, ամփոփենք, էլի ամեն մի հատված։ Եթե Պանթեոնի բոլոր աստվածների անունները, ուրեմն հայերեն բառեր են, իսկ 4 հատ անուն եմ, ուրեմն փոխառություն, այդ ամբողջ շարքի մեջ։ Մենք խոսում ենք 40 քանիսից ավել անունների մասին։ Ուրեմն դա նշանակում է սա հայկական պանթեոն է, ընդ որում այդ բոլոր աստվածները նույն անուններով, մի շարք աստվածներ նույն անուններով մենք տեսնում ենք, որ հնչեցնում է խորենացին։ Օրինակի համար Վահե երգի մեջ կա, Վահագն խորենացին է հնչեցնում։ Ուրարտական պանթեոնում գրած է Վահ, ու դա այսօրվա կարապի նախկինում հայերիս մոտ դա կոչվել է անգղի համաստեղություն, նկարն կա պասպորտի նկարով էլ է 10-րքսի մեջ է մտնում, որ նկարները կա տագի կենթաններով տեսնում ես ով որ է, տեսնում ես մեկ առյուծի վրա է, մեկը ցուլի վրա է, մեկը կարիճի վրա է, մեկը այծի վրա է, տորքանգեղի համաստեղությունը դա կոչվում է, տորքանգեղ չի, դա սխալ է, հələ Աբեղյանը ասում է մեզ հասած ուրեմն 14 ձեռագրերից 9-ում գրած է турք անգեղ, турք զոհաբերություն, ծիսական զոհաբերություն, турք անգեղը ոչ թե տորք անգեղ, այնտեղ գրած է Տուրանի Վահանի թագավորության Ուրարտական պանթեոնում համել նկարը կա, այսինքն Վահանի վրա 12-ի նկարները կան։ Եթե ուրեմն մենք խոսում ենք արդեն 30-40 անունների հայկական անունների հետ կապված եւ աստղագիտությունը այստեղ գալիս է լեզվաբանությանը օգնելու եւ լեզվաբանական ստուգաբանությունները ճշտելու եւ դրանք բոլորը հայերեն բառեր են, որոնք այդ աստվածների բնույթից, ֆունկցիայից եւ կերպարանքից կենթանակերպի կերպարանքից դուրս եկող բառեր են, բառացիորեն ու սեպագրով հենց ճիշտ այդպես է կարդացվում, ապա ստեղ չի կարող լինել, որ մի էթնոս ուրեմն ունենա իր պանթեոնը, ասենք թե ոչ հայկական էթնոս, հայկական պանթեոնին
ուրեմն պատկերացնում եք 300 տարի դա ուրեմն աղոտ կանես անենանի եւ այլն եթե պանթեոնը ուրեմն այդ անուններով է այսինքն այդ աստվածները այդտեղ ամեն ինչ ուղղակի փակվում է տեսեք մի հատ օրինակ ասեմ Տիգրան ջան ուրեմն կշերք համաստեղության անունի վրա սեպագրից շատ դժվար էր ու չէի կարողանում հասկանալ թե ինչ գլխավոր ինչ ես մտածում ասում ես լավ 1-2 եթե տենց է կողք կդնում ես հարցական նշանակեն գրում ես սա չպարզեցինք սա գիտական ակադեմիական մոտեցումն է որովհետև այդ սեպագիրը կարդացում էր երևա իրիվա էսենց կարող ես կարդալ որտեղ վան կա հնչյունային համակարգ է սեպը կարդացում է մի 2-3 տարբեր այդ բաներով բայց ես ու էդի կշերքի վրա ես մտածում եմ որ կշերքի վրա կշերք աստեղատան վրա ինչպես բոլոր հնում եղել է հա էպիտետները դա արդարություն հավասարաչություն հավասարակշռված կշիրք այս բառերի վրա եմ գնում Մեկ է մուլափինի մեջ ուշադրություն չի դարձրել նորից անդրադառնալով դա արդեն ամիսներ հետո տեսնեմ գրած է բաբելականում ասում եք կշերքի անունը մենք Սատուր մոլորակի անունն ենք ասում օգտագործում եւ նա է նրա անունը երկուսն է նույն անունով պետք է լինի այդ բաբելական տեքստ բայ ինչ կլնես ուրեմն մեր մոտ ուրեմն շիրակացին ասում է երևակ փաստորեն հայերեն անունը ուրեմն այդ մոլորակի երևակ է եթե ուրեմն կշերք համաստեղության անունն է նույն անունով երկուսը պետք է գոչվեն այնտեղ գնաց իսկապես երևա իսկ ես գնում եմ այդ կարդալով երևա գլխի չեմ ընկնում եմ ուրեմն արդարություն կշիրք բալանս այս բառերի հետևից իսկ սա գիտեք ինչ է նշանակում ասենց բառացի որ կշերք ուրեմն աստեղատան անունը ուրեմն Սատուրն մոլորակի անունով պետք է լինի մենք ունենք դա ուղղացուցը բաբելականում եւ ստեղ էլ տեսնում ես որ սեպագրի մեջ գրած է երևելի երևացող տեսանելի ակնառու այս բառն է իր տարբեր իմաստներով ապա սա այնքանից բացահայտ բան է որտեղ արդեն ուսենց բոլորը դրա համար ինձ թվում է այստեղ արդեն միանգամից այդ հայոց պատմության եւ մշակույթի կեղծարարներին ինչպես արևմտյան այնպես էլ տեղական գրանտակեր ուրեմն դավաճաներին ես դրանց բոլորին դավաճան եմ համարում բոլորին ուրեմն այդ թեման կարելի է համարել փակված հայկական պանթեոնը ավելին մերի դրան արձանագրությունը դա մի հատ ոսկյա կախարդական բանալի է այս բանալիով Էպոսն է բացահայտվում, խորենացու բոլոր աստվածներն են այնտեղ միանգամից բացահայտվում, թե որը որին նկատի ունի, հասկանում եք, մյուս ամբողջ հայ մատենագրության մեջ ազգագրական երգերն են բացահայտվում, թե որ հազարամյակից կարող է դա գալ, որովհետև կան հենց ծիսական, տեզերական ժամանակ հետ կապված տեքստ ունեցող, հա, ուրեմն ազգագրական երգեր, որոնք մինչև հիմա չէին բացատրվում, դա էլ մի ուրիշ գրքից հետ կապված է Կարո Չալիկյանի գրքի համար որ աշխատեցինք, որտեղ երգի տեքստի մեջ եթե կա 9 հատ աստղագիտական բաղադրիչ եւ 2 օրինաչափություն, ծագող եւ մայր մտնող, սրանք պետք է անեն, ու դրա սալիկը կա, մեզ ասել է որ այդ հաշվել են ծագող մայր մտնող եւ միջօրյականի վրա 3 հատ կարծես օրինաչափություն կա, այդ 3 օրինաչափությունները 9 հատ աստղագիտական բաղադրիչներով մի երգի մեջ։ Ես Կարոն ինձ տվեց երկու էջ բանելի գրիմ գրքի նախաբանում, ասի ես նոտա չեմ ճանաչում, դե գոնե տեքստը մի հատ նայում, ասած որ հավատս չէր գալիս, երկրորդ անգամ եւ ասում Կարո ուզում ես ասեմ մեսի որ հազարամյակում ժամը քանեսին որորն երկե ոնց կասես ասի մեջ գրած է բացեցին մյուսը նույն այսինքն 44 երկից 9 հատ երկի մեջ յուրաքանչյուրի մեջ այնքան աստղագիտական բաղադրիչ կար որովհետեւ դրանք բոլորը անձրևաբերության եւ աստվածներից անձրև խնդրելու երկեր են Այնքան աստղագիտական բաղադրիչ եւ օրինաչափություն կա, որ եթե մենք վերցնում ենք 40-44-ից
ուրեմն 4 հատը պարա 42-ից եթե 9 հատ երգը պատկերացրեք ինչ տոկոսային հարաբերություն է գալիս 60,000 երգ կա ուրեմն արվեստի ինստիտուտում հավաքագրած ազգագրական դրանց վրա որ ասենք դու պատկերացնում եք մեթոդը հայտնաբերվեց որ այն ծիսական երգերը որոնց տակ ասենք թե Աթայանը եւ Աղայան բան գրել են բառերը անիմաստ են եւ անհասկանալի իրեն Մեծ մի երկ օրինակի համար ասեմ, Տիգրան ջան, ասում է ոսկե ցլիկ, քո խերական, քո մերական խռովել ես, արևից առաջ ընկել ես, աստղերի մեջ կճողվես։ Այստեղ արդեն ասում է գլուխդ դեպի աղբերի ական, տեսք ձգնական, Այսինքն նայում ես դեպի աղբյուրի ականը եւ ձկանը։ Իսկ ես գութանն առաջ մեջտեղ ընկած։ Կակավիկը եկավ ծորենը գողացավ տարավ տվեց ձկանը։ Դե արի բան հասկացի։ Նախ մեղադին մի հանճարեղ երբ որ Մարիանա Տիգրանյանը դա մասնագետն է դա էլոյական ամենահնագուն, հա ուրեմն այդ լադերն են եւ շատ բավականին բարդ եւ դա նշանակում է այդտեղ կարծես մասնագետի քրմի ձեռը կապել հասկանում եք այդ հազարամյակների խորքերից այդ երաժշտությունը դա նաեւ քեզ հնում է այն բանին որ եղբայր այս բառերը չի կարա լինի ախմախություն չէ ինչ որ ասեցի ախմախ բայց եթե դու դիմացդ ունենում ես երկնային պաստառը դու տեսնում ես որ առավոտ շուտ Ասենք 5:45-ին, ուրեմն, երբ որ ցուլի համաստեղությունը դուրս է գալիս, իր դիմաց գտնվում է, ուրեմն ջրհոս համաստեղությունը, աղբերի ականը, լույս տերունական, էտել ասում, ոտքի տակ հարավային ձուկ համաստեղությունն է, ասում է տեսք ձկական, սենց, իսկ միջօրականի վրա մեջտեղում հողագործի եւ գութանի աստղն է, Կակավիկին, Մերկուրի մոլորակին մեկ շումերական ուրեմն տեքստերում, մեկ է հայկական միջնադարյան եւ շիրակացի մոտ է կոչվում է Կակավիկ, ինչու համար են ասել Կակավիկ, որովհետեւ ի տարբերություն են մոլորակների, որ սենց են պատտվում, Մերկուրի տեսողական, այսպես թփրտում է, այսինքն Կակավում դրա համար Կակավիկ են ասել, մեկ շումերականը մեկ համար Ասում է կակավիկը եկավ ծորենս կողսավ տարավ տվեց ձկանը, արևելքից արևոտ կեցակ հաշում, ահա կես երկ։ Դուք հասկանում եք առավոտ շուտ, այնտեղ ասում է գարունա նոր տարի, այդ մարտի 21 դա կարող է տեղի ունենալ մենակ մեզանից 4-ից 6000 տարի առաջ, այսինքն 2000 տարի մնում է նույն տեղում, երբ որ տարին սկսվում է ցուլի համաստեղությունում։ Համաստեղությունից դա եղել է այսօրվանից եթե հետ գնանք 6000 տարի առաջ աստղագիտական դա պրոցեսիայի օրինաչափությունն է որովհետև երկրագնդի առանցքը ինքը համթեք է համը դիտորդը այս է տեսնում եւ այսպես 2000 տարի մեկ 30 աշճան փոխվում է եթե դու ցուլ ես տեսնում հետո խո ես տեսնում հիմա ձուկ ես տեսնում մարտի 21-ին երբ որ դուրս գաս դեմքով դեպի հարավ արևելքը լինի քո ձախ կողմում իսկ արևմուտքը աջ կողմ դու այդ ցիրկաթինը դիմաց դու միշտ կտեսնես նույն օրը նույն ժամին նույն աստեղատունը բայց աստիճանաբար դա փոխվում է հաջորդի 2000 տարվա ընթացքում դրա համար այդ երկի ժամանակագրությունը հստակ է որ դա հստակ կարելի է որոշել որ դա գրվել է այդ երկը կամ գոնե այն ժամանակ արդեն 6-ից 4000 տարի առաջվա երկ է եւ սենց մի երկի մասին չխոսքը ծիծեռնակ երկը կա այնտեղ вообще գժություն այնտեղ 3 օրինաչափություն է հասկանում եք ուրեմն կա ծակողը եւ մայրմտնողը եւ միջայրականի վրա ներքևը եւ վերևը որոնք են սենց իրար հետ սա արդեն մենք 3-4 օրինաչափություններ ունենք Եթե դրանք բոլորը բռնում են, դա հնաստղագիտության ժամանակը չափել օրինաչափություններն են, որոնց տեքստերը ուրեմն մեզ հասել են բառացիորեն եւ դրանով զբաղվել են աշխարհահռչակ ուրեմն մաթեմատիկոս գիտնականներ
Bingley van der Warden, Otto Neugebauer, ամերիկյան MIT ուրեմն ինստիտուտի, Ամստերդամի եւ այլն մուլափինի հետ կապված։ Դրանք բոլորը վերծանված են վերջի 50 տարվա մեջ։ Դե ինչպես են կառուցել ստվերով, ուրեմն ջրային ժամացույց։ Ստվերը հասնում է 54 սանտիմետր մի կանգուն։ Ինչքան ջուր է ծակից թափում, հավաքում այն մյուս բաժակի մեջ։ Այդ այս գիրքի հետ կապված ֆիլմ էլ ունեմ նկարած մի ժամ 10 րոպեանոց։ Այդ ժամացույցը սարքեցի կինոյի համար։ Ոնց որ Otto Neugebauer-ի մոտ օրիգինալ տեքստից նկարագրած ուրեմն այսօրվա չափերով վերականգնված էր ես ֆիլմի համար էդի ուրեմն սարքել տվեցի որպեսզի տեսողական երևա Աչուկ ես բռնում Տուգել, համես տուգել, հա։ Ներնես սեպով գրեցի վրան, գրեցի 2 կանգուն, այսինքն 2.5 լիտրը 1 լիտր է անում էլ ես թասը, մոտարապես, եւ ստվերը ասենց բարձրացավ հասավ 1 կանգուն, այսինքն 54 սանտիմետր, ստեղ ելնում է 2 բարել, որը 1 լիտրն է, այդ ջրային ժամացույցը։ Այս ամեն ինչը ուրեմն բերեց նրան, որ բացահայտվեց նաեւ այդ ազգագրական երգերի ուրեմն ժամանակագրությունը հիմա այսինքն եթե ես չիմանայի այս ուրարտական դիցարանը ու աստղագիտական մեթոդիկան իսկ ես դրա վրա արդեն 20 տարի ուրեմն ուսումնասիրում եմ սա թվով երրորդ բացահայտումն է նույն մերի դրան այդ կորպուսի հիմա Այս կարոյի, որ տվեց գիրքը ես որ սենց բաց այդ երկը, ես չէիմ հասկանը թե ինչ է, գրես անիմաստ պարեր են գրել։ Հիշում եք կարողա շատ բանը, երեխեքը երգում են գյուղերում, հիմա շատ տարածված է հեռուստատեսությամբ էլ կատարում են, եկեք տեսնենք ինչն է կերել զինչը, եկեք տեսեք խոզն է կերել թուրը, եկեք տեսեք, սենց ախմախ բարերը, իբր թե, բայց հետը եղբայր, ես այդ գրքից հետո կարոյի այդ ժամանակագրության հետ կապված գրքից հետո ասկայն այդ երկին բանան է, անադարնում, ես 8-9 երկը դրել եմ և նոր կամսագրում հրատարակվեց և կարճսած 250 էջանոց ջուր և կար ուրեմն երկերի հետ ժողովածում, բայց հիմա այդ մյուս երկի մասին, խոզ աստեղատուն չկա հիմա, բայց կար հնում, այսինքն առաջի հազարամյակ մեր թվարկությունից առաջ նայում եմ խոզի և թուրի աստեղատուն առանձին կա նայում եմ երբ որ խոզի աստեղատունը դուրս է գալիս թուրի աստեղատունը իջնում է կերել սպանել այդ իմաստ ունի հայկը ծագեց հայկը սպանեց բելին դիմացը ուրեմն օծակիրի և աղեղնավորի միացյալ իրար հետ մի հատ մեծ աստեղատուն է որ աշնային գիշերավաց նկար բացում է օրյոնը դուրս է գալիս սպանում ես դա չափում ես ու տեսնում ես թե աշխարհի որ դիրքից է օրյոնը ամենահինը երևում տեսնում ես եւ երբ է ինքը նոր տարվան որտեղ շումերում ասում են նոր տարվա օրը օրյոնի ծնունդն է տեսիցական ամուսնության 10-օրյակն են տոնում որպես նոր տարվա մարտի 21-ին երբ դա 7500 տարի առաջ է տեղի ունեցել ու տենց 1000 տարի եւ դա հայկական աշխարհ ահա քեզ կարճացած այսինքն ալիշան են 4500 եւ այլ դրանք սա փչում է որտեղ ստեղ արդեն մենք գործ ունենք հստակ կոնկրետ աստղագիտության հետ կոնկրետ սալիկներից մեզ հասած ուրեմն տեքստերի հետ դրանց ճշգրիտ մեկնաբանությունների հետ մենք հնագույն կալենդարների հետ ծիսական քաղաքացիական սխեմատիկ կալենդարների հետ եւ միանգամից կարողանում ես որոշել հիմա այդ երկի մեջ խոզն է կերել թուրը հետո հաջորդը ասում է եկեք տեսեք ով է կերել թուրը եկանք տեսանք ժանգն է կերել թուրը այս գյուղացին չի հասկանում ժանգեր աստվածը կա երբ որ կարծես հակառակը ստեղ այդ ժանգեր աստվածն է բարձանում հենց այդ բառով շումերականից գալիս է երբ որ ժանգեր աստվածն է բարձանում ուրեմն ստեղ թուրն է իջնում ու սենց իրար տակ դրեցի տենամ 12 ժամ է երեխեքին ոնց կսովորացնես ժամերը գիշերին 12 ժամ իրար հետևից տպ կնում երկի են վերացել ինչ հետաքրքիր մեթոդ են կիրառը պատկերացնում եք եւ այդ ամեն ինչը
Դրա համար ասում եմ, մեհերի դրան արձանագրությունը դա կախարդական բանալի է, որին դնում ես երգը բացվում է, այն մյուսի խփում ես, այն մյուսի բացվում է, որտեվ իր մեջ ունի մաթեմատիկական եւ աստղագիտական ստրուկտուրա։ Շատ հետաքրքիր նույնիսկ կապշեցուցից բան եք ասում, որովհետեւ այս բանալին օգտագործելուց հետո հայագիտությունը պիտի մի հատ վերանայի իր նախորդ բոլոր, այսպես ասած, մոտեցումները այդ խնդիրների վերաբերյալ եւ պաստորեն այնտեղ որտեղ մենք պատկերացնում ենք անիմաստություն, երբեմն շատ մեծ խորություն է լինում։ Ես առաջարկում եմ դուրս գալ կարճատև գովազդային դադարի, որից հետո մենք փորձենք ամփոփել եւ կանդրադառնանք ձեր մյուս մերի դրան առեղծվածը բաժնին, որը որ ես կարծում եմ պակաս հետաքրքիր չի լինի։ Սիրելի բարեկամներ, գովազդը եթերում, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Փորձենք ամփոփել այսօրվա մեր լսածը, այն, որ այսպիսի խորությամբ քաղաքակրթական, այսպիսի ամբողջության մեջ ենք սկսել ուսումնասիրել հայկական քաղաքակրթությունը իր տարբեր ժամանակներում, կարող է բերել այլ նոր բացահայտումների, որոնք որ մեզնից թաքցվել են կամ մենք ինքներս չենք նկատել, որովհետև իրականում մեր ժողովրդին միշտ էլ ներշնչել են, փորձել են նսեմացնել մեր արածը քաղաքական պատմության մեջ, իսկ այժմյան ժամանակահատվածը հենց քաղաքական
բախումների շրջան է եւ քաղաքակրթական պետությունները միայն կարող են այս իրավիճակից դուրս գալ։ Ուստի ինչ որ դուք անում եք շատ կարևոր է մեր պետականության հետագա պահպանման, այն առանցքի հստակ ձևավորման, մաքրման համար, որը արված է։ Ես հիմա առաջարկում եմ մենք նայենք ձեր վերջին գլուխը մերի դրան հետ կապված, այն բանալին, որի մասին դուք ասում եք, փորձենք ավելի մատչելի ձևակերպել, հասկանալու համար, թե սա ինչ կարող է մեզ տա եւ ինչ պիտի անեն հայագետ հետազոտողները այս ինֆորմացիան ստանալուց հետո։ Ուրեմն այդ գրքի մեջ մեթոդիկան ամբողջովին տրված է։ Աղբյուրները եւ սալիկներից միջագետքյան եւ այդ աշխարհարչակ գիտնականների մեկնաբանությունները եւ այլն, այդ ամեն ինչը տրված է։ Փաստորեն շատ հեշտ է սովորել կամ հասկանալ է ինչուց է։ Հա, ծրագիր կա, որ ինչ-որ երիտասարդությունից կամ ուսանողների խմբակ հավաքելուց այդ առաջարկությունը նաև Արվեստի ինստիտուտի երգի հետ կապված ազգագրական Մարիաննա Տիգրանյանը ասացի ես ժամանակ չունեմ հիմա ուրիշ բանի վրա եմ աշխատելու հետո ծրագրված մյուսը այց այբեբենի վրա էլ է դա բացում մաշտոցը միայն վերականգնել է եւ փաստացի վկայությունների մասին եմ ես ասում ասացի ուսանողներին կամ այդ քո աշխատողներին գուցե կանչես ես բացատրեմ իրանք բանան որտեղ երբ որ արդեն sense մարսած կանված ստրուկտուրալ տալիս ես որ sense պետք է նայել դրան այս օրինաչափությունը սա է եւ այլն ապա ավելի հեշտ է քան ստե ասենք թե մի քանի 100-ի հասնող գրքեր ոչ թե պիտի ինտերսես ասես հետո այդ ամբողջ տեքստերը մուլափինի արդեն համարը անգիր պիտի հիշես որը որտեղ է բացես այդ գլխին գնելու մոմենտներ իսկ հետո գիտականի հետ կապված դինստես ժամերով օրերով ամիսներով ճշգրտես դրանք ճիշտ սալիկի վրա ճիշտ թարգմանություններով եւ այլն ցավոք մեզանում այդպես մասնագետներ չկան բայց դա անհրաժեշտ է որ լինի դրա համար պետք է պետական մոտեցում նման բաժիններ բացվի եթե բաժինները կան ասենք թե արևելքի այս արևելագիտության ինստիտուտում կա այդպես մոտարապես Ուրարտուին վերաբերող բաժին ապա այնտեղ նրանցից ոչ մեկ չգիտի աստղագիտությունը առավելևս հնաստղագիտությունը չեմ ասում մաթեմատիկա երկրաչափություն նույնիսկ դպրոցական մակարդակը մոռացված է երանգյան կողմը ներքնաձիգի հետ կխառնեն այս սա պրոբլեմը հասկանում եք այդ հին արդեն կարծր մոտեցումները գիտեք սովետական միության ժամանակ անունը չտամ բազմաթիվ դասախոսներ ունենք որ տեսնում ենք որ այդ տետրակը որ ինքը 40 տարի առաջ բաց է այնտեղից լեկցիա չէ կարդում արդեն հորս էլ է կարդացել այդ նույն մարդը տետրակով տետրակը այդ ուսանողների չարաճճությունը հիշում եք տետրակը գողանում են ինքը կանգնում էր օդի մեջ 40 տարի հետո կարծես թե տետրակի մաշկի առաջ նորից այդ բացում էս եւ սա դոկտոր պրոֆեսոր ամբյոնի վարիչ կամ բան SS մակարդը սա գիտություն չէ սա գիտության մարմին է որտեղ այդտեղ արդեն զբաղված է մի հատ քյարթուի կողմից եւ տենց 90% այդպիսիներն էին առ այսօր այդ բանը կա եւ այնտեղ ոչ մի զարգացում չկա ոչ մի ուսումնասիրություն SS հիշում եք Տիգրան ջան, դա կարալնի թատերական ինստիտուտում նույն բանը կարալնի sense տարբեր տեղերում այս քարացածության մոմենտը
խանգարում է, ընդ որ նույն բանը նաև աշխարհի մի շարք երկրների գիտական ինստիտուտներում էլ կարող ես տեսնել, այդ Սևակը ասում է նորին մեծություն միջակությունը, այն սեռի միջակության մասին է, ղողանջ միջակության այդ պոեմի մեջ է, Արելի Զանգակատանի այդ գլուխն է, սա շարժ չի թույլ տալիս, դրա համար պետք է նոր մոտեցումներ տեսեք, ինչ որ դուք ասում եք, դա բնորոշ է գիտության զարգացման թերությունը եւ այդտեղ սովորաբար ինչ որ մեթոդներ են կիրառվում, բայց ես շատ ավելի լուրջ խնդիր եմ տեսնում այստեղ, որտեղ մեր պարագայում դա ազգային քաղաքական խնդիր է։ Այո, որովհետև բոլոր հարևանները փորձում են խեղդել, ոչնչացնել քո ազգային ինքնությունը, քո ազգային պատմությունը եւ պետությունը չի հասկանում, որ դա է հիմնական կռիվը, մնացածը այդ խնդիրը փակելն է, զենքա պատերազմասն, սա բառացիորեն քարոզչական, նայեք, Հունաստանի ազատագրումը մի մարդու հետ էր կապված, դա կոչվում էր Բայրոն։ Այն ժամանակ բոլորը կարծում էին, հանձինս Բայրոնի, մյուսների եվրոպական լուսավորները, որ ամբողջ քաղաքակրթությունը, այն ժամանակ շատ բան չէր հայտնաբերված, դուրս է եկել Հունաստանից։ Եվ Բայրոնը իր ամբողջ ամեն ինչը վաճառելով Հունաստանի փրկության համար 5 նավ ռազմանասակեց գնաց պատերազմելու, ընդեղ էլ մահացավ, ճիշտ է մալարիայից մահացավ, բայց մահացավ հենց պատերազմի դաշտում։ Ամբողջ անգլիացի ժողովուրդը պարլամենտին պարտադրեց, որ Թուրքիային պատերազմ հայտարարի։ Եվ որի արդյունքում Հունաստանը ազատագրվեց։ Այսինքն ազգային մշակութային ժառանգության հասկանալու հետ կապված փոխվում է աշխարհաքաղաքական եւ ժողովուրդների վերաբերմունքը քո նկատմամբ եւ քայլեր են արվում այդ ուղղությամբ։ Փաստորեն օրինակներից մեկը ես այս նոր բերեցի։ Այո։ Հիմա գոնե հնդեվրոպական լեզուներով խոսող ուրեմն նախահայրենիքը բավական ուժեղ կռվաններից է անատոլիական եւ հայկական տեսությունները, որոնք համարյա նույն բանն են, որտեղ դա հիմնավորվում է ունի հենք նաեւ DNK-ի, DNT-ի ուրեմն անալիզների հիմքով եւ այլ։ Մեր մոտ նույնիսկ լաբորատորիա չկա այդ առումով։ Կարող է լինել, հա, որտեղ ինչ-որ շատ թանկ բաներ չեն ասեն ձեզ։ Հիմա խնդիրը որ չկա կամ այս չկա, ինչ կա չհասկանալու, ես խոսում եմ կառավարության, հա, մասին, այս կամ այն ժամանակների, չհասկանալու եւ այդ խնդիրների հետ մեջ չխորանալու։ Հասկանում եք, տգիտությունը հասնում է այնտեղ, որ չեն հասկանում, որ մենակ հացով չի։ Մենակ ասում է հաց ու բանիվ, այսինքն նաև բանը պետք է աշխատի, միտքը, ուղեղը, ինքնությունը։ Սրա վրա ոչ մի կոպեկ չի ծախսվել։ Ոչ մի ուշադրություն չի դարձվել։ Միլիոն անգամ նույնիսկ ասեցինք, որ կարծես Սփյուռքը դա հայությունը, որը 70-80% ասած, հա, ամբողջ հայության համաշխարհային։ Դուք պետությունը երբեք Սփյուռքի նկատմամբ քաղաքական ծրագրային որոշումներ չի կայացրել, որ դնի, որ դա պետք է հաշվի առնես, տնտեսական մշակութային SSS ու տնես ծրագիր, թե A կետը որն է, B կետը որն է, ոնց պետք է հասնես դրա երամսյա պլան, հա, տարեկան պլան, կիսամյակի պլան, սենց բան չի արվել 30 տարվա ընթացքում, այսինքն եթե դու քնած ես եւ քո մշակույթի, գիտության, Սփյուռքի, ազգային գաղափարախոսության, հա, այդ հետամտումները գոյություն չունի պետական կառավարման մեջ, նույնիսկ այդ հարցը չի բարձանում, հա, ապա նշանակում է դա դու իրանք չունես նախ այդ տեղը զբաղեցնել ու դա շատ վտանգավոր է ազգի համար։ Հիմա ես Արմեն Դավթյանը, Սարգիսը եւ այլն, մենք ոչ մեկ մեզ չի ֆինանսորում, մենք ինքներս մեզ ենք եւ մենք նման ենք այն
նույնը կրկնվում է 19-րդ դարում Թումանյան բան, այս պարտիզանական պատերազմ էլի ոչ մի չէր իրենք իրանց են, բայց վերջի հաշվով մենք ունենք պետություն, անունը անկախ է 30 տարի, մեր կողքի պետություններում դա արվում է, մեր պետությունը չի ձևավորում իրեն մեր քաղաքակրթական առանցքի եւ ինքնության շուրջը։ Նա ձևավորում է որպես պետություն, որտեղ կարևոր չէ ով է ապրում, ինչ ազգային ավանդույթներ կա եւ ոնց որ գաղափարը պահում ես պետական, միջուկը ինքը չկա ուղղակի բացակայում է։ Եվ այս պարագայում դուք իհարկե 100 անգամ ճիշտ եք, որ այս պարագայում եթե չհենվես սեփականական եւ ինքնության վրա, քո պետություն դարձում է փուչիկ եւ շատ հեշտ կպայթի ցանկացած էքսպանսիայի պարագայում։ լիովին համաձայն եմ դրան։ Եվ տվյալ Մեր ցավը դեպքում հենց ձեր ամենամեծ արածը ես տեսնում եմ նրա մեջ, որ այդ քաղաքակրթական միջուկի այն ավելորդ այդ կեղծ կպած ցեխը մաքրում եք եւ ցույց եք տալիս մաքուր ինքնությունը դուք Արմեն Դավթյանը, Յուրա Սարգսյանը, խոսքով այդ ձեր խումբը, որը որ զբաղվում է դրանով, դա միայն գնահատանքի արժանի եւ ես պատրաստ եմ մեր հեռուստաընկերության բոլոր հնարավորությունները ընձեռնել, որ այն գաղափարախոսությունը, որոնց դու շուրջ դուք հավաքվել եք, այդ գաղափարախոսությունը դառնա ավելի շատ մարդկանց հասանելի։ Ես վստահ չեմ, որ այս հաղորդումը շատ մարդ է դիտելու, կտեսնենք, բայց այն, որ այստեղ եւ ձեր արածի մեջ եւ մյուսների արածի մեջ թաքնված է այն ամենակարևոր կորիզը, որին մենք պիտի փայփայենք, դա ակնհայտ է եւ ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ իմ անունից այս հսկայական աշխատանքի համար։ Երևի վերջում պիտի հարցնեմ նաեւ, եթե մարդիկ ուզում են ձեռք բերել այս գիրքը, ինչ են անում, ուր են գնում։ Իրանք կա բուկինիստ գրախանութների ցանցը, որտեղ այս գիրքը վաճառվում է։ Ես նույնիսկ գինը գրախանութներին բավական զեղչում եմ դրա, որ գինը շատ բարձր չլինի, մարդիկ կարողանան ուրեմն դնել։ Երևի սահմանափակ տպականակ կլինի, որովհետեւ մասնագետներ Թեկուս մեր լավ ընկերն է Դարե Խաչիկը, բուկինիստի տնօրենը, ասում է գիտական գրքերից մերակ քո Արմենի գիրքերն են ծախվում, ասում եմ պահանջ կա, դա մեզնից չի միայն, ասում է հա, հիմա անպայման ուզում եմ մի բան շեշտել, ներողություն եմ խնդրում ընդհատելու այն համար։ տիրաժները Սրա անգլերեն տարբերակը։ Սրա անգլերեն տարբերակը Սրա տարբերակը, որը պիտի տարածվի գիտական ինստիտուտներում, տարբեր համալսարաններում։ Ես ուրիշ ծրագիր ունեմ, անգլերեն տարբերակի վրա աշխատում եմ, երևի մի 6 ամիսից պատրաստ կլինի, որովհետև տերմինոլոգիայի բանի խնդիրներ կան, բավական բարդ է, բայց գլուխ կբերեմ։ Ես տպելու եմ միայն 100 հատ, մնացածը ձերի մտցնել եմ ամբողջ ակադեմիա, էդու, Google բան, այդ սա համացանցերը էլեկտրոնայինը դնել եմ, որ գնա։ Որտեղ խնդիրը տարածում։ Սենց թե նենց գիտական հայագիտության մեջ փող չկա մեջ է Տիգրան ջան, բայց ու դու անում ես դա հոգու հաջուկի եւ կարճացած ազգային այդ մեջը դիշվոր մի հատ պարտադրանք կա, հա, այդ ծրագիրը իրականացնելու հետ կապված անգլերեն տարբերակը ես ծրագրում եմ, որ անպայման պետք է լինի եւ էլեկտրոնային էլ իր հերթին տարածելու հետ կապված կլինի։ Շատ լավ եւ իմ կողմից եմ ես ավելացնում, սա ընդգծում է, որ եթե մեր հեռուստադիտողների մեջ մարդիկ կան, որոնք կկիսեն արժեքները եւ կուզեն օգտակար լինել այսպիսի հետազոտությունների շատացմանը եւ տարածմանը, ես կարծում եմ, որ եթե դիմեն մեզ, մենք կապենք ձեր հետազոտական խմբի հետ եւ կփորձենք հայության ուժերը կենտրոնացնել իր հիմնական առանցքի պահպանման վրա, միջև կհասնի պետությունը
երբ որ պետությունում հասկանան այս ամբողջը։ Հուսանք, մենք Տիգրան ջան, արի պայմանավորենք, որ դրանց ժամանակ ենք տալիս, ուրեմն, եթե իրանք հանկարծակի այդ պետություն կոչվածը ուղեղը չաշխատի, ապա իրանք ընդերից պետք է վերանան, մենք կգնանք, դա կվերցնենք, որովհետև ինչպես ժամանակին, ուրեմն մեր երախտավորներից մեկը կասում է, եթե չի հասկանում, ուրիշ ճար չկա, որտեղ ստեղ ազգի խնդիրն է դրած, դու պետքա փորձես, իսկ ինչպես գիտեք, ես մի քանի փորձեր արել եմ, պետքա լավագույն մտավորականներին հավաքելով, փորձես այդ իշխանության մեջ բան փոխել կամ վերցնել այդ իշխանությունը, որ դառնա ազգային իշխանություն, ազգային խնդիրները լուծելու։ Եվ այս առիթից օգտվելով նաև ձեր թույլատրությամբ կարող եմ հայտարարել, որ ժողովուրդ ձեր քաղաքական ընտրությունը ոչ թե ինձ թվում է լավ է, հացը շատ է, կամ այս ինչը քիչ է, այն ինչը շատ է, կամ ռուսները, կամ արևմուտքը, դուք մտածեք, ով է բերում ազգային մշակույթի եւ ազգային գաղափարախոսության հիմքով արժեքային մեր բնիկ համակարգը, արժեքային ավանդությունները, ով է պաշտպանում եւ ով է ուզում ստեղծի իր տեսակով, իր համով, հոտով, գույնով, պետություն եւ նպաստի դրա կառուցմանը։ Այս մոտեցումով փորձեք նայել։ Այլապես են բլաները միշտ այդ քաղաքական գործիչների եւ ինստիտուտների միշտ մնում են քամի եւ օդում կախված։ Շնորհակալություն ձեզ շատ հետաքրքիր զրույցի համար, սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մեր հյուրը Արթուր Արմինն էր, հայագետ հետազոտող եւ մի քանի շատ արժեքավոր գրքերի հեղինակ, որոնցից ամեն մեկը բացում է մեր ինքնության, մեր արմատների դռներից մեկը։ Եվ հուսանք, որ դուք շարունակեք ձեր բեղունավոր աշխատանքը այդ ուղղությամբ։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։